Ուժեղ Հայաստան դաշինքը հանձնաժողովների ընտրության հարցում որոշում ունի, սակայն այն դեռ չի հրապարակի, ազգային ժողովում հայտարարել է դաշինքի քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Մեր մարտավարությունն այսպեսին, եթե հիմա հրապարակենք, ապա կարող է որոշակիորեն ընտրության process-ում ազդեցություն ունենալ, հաշվի առնելով, որ առաջին երկու հանձնաժողովները ընտրում է իշխող ուժը։ Վերջինս չի մեկնաբանել նաև թե նախապատվությունը, որ հանձնաժողովին են տալու, սակայն նշել է, որ ընտրելու են այնպիսի հանձնաժողովներ, որտեղ առավել հնարավոր է էֆեկտիվ խորհրդարանական վերահսկողություն իրականացնել։ Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներ սահմանող հոդվածը պետք է հանվի Հայաստանի սահմանադրությունից, հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևը։ Երբ այդ տարածքային պահանջները հանվեն, Ադրբեջանը խնդիր չի տեսնում վերջնական խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում։ Ավելին, մեր տարածաշրջանում արդեն իսկ գոյություն ունի փաստացի խաղաղ իրավիճակ, նշել է Հաջիևը։ ՀԱՊԿ մարմիններին Հայաստանին քվեարկելու իրավունքից զրկելու որոշումը կպահանջի կոնսենսուս։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլիևը։ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նիստը կկայանա Մոսկվայում նոյեմբերի 11-ին եւ պետությունների ղեկավարները հավանաբար կքննարկեն այս հարցը։ Հարցի վերաբերյալ որոշումը, եթե անհրաժեշտ լինի, կկայացվի կոնսենսուսով, նշել է Վասիլիևը։ Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը վերաբերում է քաղաքացիների քվոտային պաշտոններում առաջադրելու իրավունքի, ինչպես նաև կազմակերպության մարմիններում քվեարկելու իրավունքի կասեցման հնարավորությանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է Իրանին բոլոր շանսերը տալ հակամարտությունը սրելուց առաջ։ Ամերիկացի առաջնորդը լրագրողներին ասել է, որ այս պահին դժվար է իրականացնել այն ծրագրերը, որոնք պատրաստել է Վաշինգտոնը եւ որոնք շարունակում են ուժի մեջ մնալ։ Թրամփի խոսքով ինքը հպարտ է, որ միշտ մարդկանց հնարավորություն է տալիս։ Հիմա ԱՄՆ-ն Իրանի հետ քննարկում է Հորմուզի նեղուցի ամբողջական բացումը, որը կարող է տեղի ունենալ արդեն վաղը, նշել է ԱՄՆ նախագահը։ Նրա խոսքով երկխոսությունն ընթանում է Սաուդյան Արաբիայի, Կատարի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ այլ երկրների աջակցությամբ։ Բանակցությունների երկրորդ փուլի թեման լինելու է ատոմը։ Թրամփը շեշտել է, պետք է Իրանի ապամիջուկայնացում տեղի ունենա։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը չի պատրաստվում հրաժարական տալ եւ շարունակելու է պաշտոնավարել։ Նա ասել է պետական հեռուստատեսությամբ ի պատասխան շրջանառվող լուրերի։ Նախագահը շեշտել է, որ իշխանությունը լիակատար համագործակցում է զինված ուժերի հետ։ Նա խստորեն քննադատել է այն շրջանակներին, որոնք փորձում են կեղծ տպավորություն ստեղծել, թե իր եւ Իրանի հոգեվոր առաջնորդի միջև տարաձայնություններ կան։ Ըստ նրա, հայրենիքը վաճառող այդ մարդիկ միտումնավոր ուռճացրել են զոհերի եւ տուժածների թվերը, ինչը ապացուցում է նրանց անազնիվ եւ սադրիչ գործելավոճը։ Ուկրաինական ԱԹՍ-ները Սև ծովում հարվածել են Կամերունի դրոշով նավարկող Նադեժդա նավին, որն ուղևորվում էր Նովորոսիսկ։ Մրգերով եւ բանջարեղենով բեռնված նավը դուրս էր եկել թուրքական Սամսունից։ Հարձակման հետևանքով անձնակազմի 4 անդամ է տուժել։ Քելենջիկի մարդաշատ լողափում ԱԹՍ է կործանվել։ Միջադեպի հետևանքով հոսպիտալացվել է 17 մարդ։ Նրանցից 4-ի վիճակը գնահատվել է ծանր։ Նախնական տվյալով հարվածի հետևանքով զոհվել է 6 մարդ, որոնցից 3-ը երեխաներ են։ 40 մարդ վիրավորվել է։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եռակողմ բանակցության թիմի ղեկավար Ռուստեմ Ումերովին նշանակել է երկրի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար։ Նախկինում քննարկվում էր նաև ԱՄՆ-ում դեսպան նշանակելու տարբերակը։ Հատկանշական է, որ Ումերովը որպես վկա է անցնում էներգոատոմի սկանդալային կոռուպցիոն գործով։ Դոնալդ Թրամփը հերթական սուր քննադատությամբ է հանդես եկել Իրանի ղեկավարության հասցեին, նրանց վարքագիծը որակելով երկերեսանի։ Ըստ Թրամփի Թեհրանը գաղտնի հանդիպումներ է աղերսում, սակայն հանրությանը կեղծ տեղեկություններ է հրամցնում բանակցությունների բացակայության մասին։ Սպիտակ տան ղեկավարը շեշտել է, որ Հորմուզի նեղուցը գտնվում է ամերիկյան ռազմական ուժերի բացարձակ վերահսկողության ներքո, ինչը բացառում է Իրանի ինքնիշխան գործողությունները։ Վաշինգտոնի այս անզիջում դիրքորոշումը նպատակ ունի պարտադրել կապիտուլյացիոն համաձայնագիր եւ վերջնականապես կասեցնել Իրանի միջուկային հավակնությունները։ Մասնագետների կարծիքով նմանատիպ հայտարարությունների աջակցակիացումը փաստում է երկու երկրների միջև դիվանագիտական վստահության, իսպառ բացակայության եւ տարածաշրջանային լարվածության նոր փուլի մասին։
Անցյալ շաբաթ Մարոկոյի հազարավոր քաղաքացիներ անսպասելիորեն ներխուժել են իսպանական Սեուտա քաղաք։ Մարոկոյի ներքին գործերի նախարարությունը տեղի ունեցածը պաշտոնապես բացատրել է սոցիալական ցանցերի կեղծ լուրերով եւ իսպանական օրենսդրության սխալ ընկալմամբ։ Իսպանական կողմը սակայն կասկածի տակ է դնում այս վարկածը, մատնանշելով սահմանապահների կանխամտածված անգործությունը։ Մի քանի ներգաղթյալներ նույնիսկ հաստատել են, որ սահմանապահներն իրենց չեն արգելել, այլ ուղղակիորեն քաջալերել են անցնել սահմանը։ Թեև ափամերձ գոտում իրավիճակն արդեն հանդարտվել է, Սեուտայում ներկայումս դեռևս մնում է շուրջ 2500 մարոկացի,